քանի ոնց Եկեք հերթով բոլորին խոսք կտանք, ոչ մնսա, անպատասխան չի մնա։ Հա, եկեք այսպես շարքով հերթով սկսենք։ 168 ժամ Զավի Հիրիվանյան, պարոն Ղազենյան, ձեր ներկայացրածին վստահ եմ ծանոթ են նաև Հայաստանի իշխանությունները, շատ լավ ծանոթ են, ամեն դեպքում թիրախ են ընտրել էլեկտրական ցանցերը, արձանագրումները պարզ են, իրենց գործողություններն էլ արդեն նախագծվել են, ասում են նախագիծ կա պատրաստ, այս ընթացքում ձեզ հետ կապի դուրս եկել են, փորձել են ինչ-որ ճշտումներ անել, ինչ-որ հանդիպումներ ունեցել եք, թե չէ, կամ գուցե առաջարկներ հնչել են, եւ ինչ եք պատրաստում անել հենց օրենքի դաշտում ստեղծված իրավիճակում։ Շնորհակալություն հարցի համար, ճիշտ ասած, մի հարցազրույցում սխալվել եմ, նշել եմ կիսագրագետ օրենքի նախագիծ, հիմա սխալս կուղեմ, լինելով իրավաբան համարում եմ անգրագետ օրենքի նախագիծ, չգիտեմ ինչքանով կվիրավորվեն, չեն վիրավորվի, անգամ պատրաստ եմ հիմնավորել, որ ձևաչափով ցանկանան, ինչ վերաբերում է մեզ հետ կապ հաստատելու, գիտեք, նորմալ չի, եթե մենք պետություն ենք կառուցում, բացարձակ նորմալ չի, այսպիսի մեզ ներդրումը, են էլ մի պա մոռանանք անձին, բայց անձին մոռանալ ցավոք սրտի չի ստացվում, ոչ թե ցավոք սրտի, նաև ուրախություն, դա անձ է, որը, չգիտեմ, երևի թե վատ բան ասելն է դժվար այդ մարդու մասին, բոլոր տեսակի հնարավոր միջոցներով, այսպես ես անձամբ շփվելով իր հետ, բացարձակ, եթե խոսքը գնացել է պետության, բարեգործության վերաբերյալ, անգամ թիվ չի հարցրել, բայց նորմալ չի, երբ որ այսպիսի գործընթաց է նախաձեռնվում և այն ընկերությունը, որին փորձում են պետականացնել, խլել, ոնց ուզում եք այդ անունը դրեք, յուրաքանչյուր բառ այդտեղ տեղին է, որևիցե ձևով, լավ, առանց փաստաթղթային, ինչ-որ զանգով, եկեք, քննարկենք, հասկանանք, Միգուցե չէ, մենք էլ ունենք թերություններ, մենք էլ ունենք խնդիրներ, անսխալական ոչ մարդ կա, ոչ կազմակերպություն կա աշխարհում, բացի Հիսուս Քրիստոսից, չի եղել այդպիսի բան, այստեղ է, այստեղ պրոբլեմը հենց այստեղ է, ինչի չեն այդ մարդիկ կամ այդ մեր իշխանությունները ցանկանում դա քննարկել։ Իմ անձնական կարծիքը ասեմ, որովհետև նախ վախենում են, որ այդ քննարկումների արդյունքում իրենք սխալ դուրս կգան, այսինքն այստեղ պետականացնելու խնդիրը ընդհանրապես մտածելն անգամ օգտագործել եմ, շատ են, չգիտեմ, ասում են մի օգտագործի, բայց եւս մեկ անգամ կօգտագործեմ, այստեղ խելագարության կանխավարկածի խնդիր կա։ Ինձ հարց տվեց լրագրողը, ասում է, դուք կանխատեսում եք, որ հնարավոր է այսպիսի գործընթաց, ասում ենք չենք պատրաստվում խելագարության կանխավարկածով առաջնորդվել։ Հիմա չի եղել, ձեր հարցին այսպես մի քիչ երկար ստացվեց պատասխանը, որևիցե ձևով չի եղել։ Իսկ ինչ եք պատրաստում անել օրենքի շրջանակում այդ հարցները։ Չնայած որ մեր դեմ պայքար է տարվում ոչ օրինաչափ, այսպես ասած առանց կանոնների մարտի ձևաչափով, մենք պատրաստվում ենք հաշվի առնելով, որ մեր ընկերության սեփականատերը պետականամետ մարդ է, մենք պատրաստվում ենք բոլոր իրավական ճանապարհներով պայքարել այս գործընթացի դեմ։ Եթե անգամ ներպետական այսպես հնարավորությունները սահմանափակ է մեր համար բնականաբար արդեն մենք հասկանում ենք, բայց այդտեղ արդեն միջազգային կազմակերպություններ, մեր գործընկերների հետ միասին շատ վատ արձագանքներ ենք ստանում մեր միջազգային գործընկերներից, իհարկե չեմ կարող տրամադրել այդպիսի փաստաթղթեր, այո, որ զարմացած են, շատ ապշած են։ Ինչ առաջարկներ։ Բոլոր իրավական ճանապարհներով ունենք ուժեղ իրավաբանական թիմ, մենք ճիշտ ենք, իսկ ճիշտ լինելը դա մարդուն ուժեղացնում է մի քանի անգամ։ Մի քանի անգամ նաև նշվում էր, որ ընկերության մինորիտար բաժնետերը Կարապետյանների ընտանիքին պատկանող, բայց Կիպրոսում գրանցված